Նոր սահմանադրության մշակման աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, իսկ արդեն 2021-26 թվականների կառավարության ծրագրում նշված է հանձնառությունն այն մասին, որ կառավարությունը հանրային ու քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակահարմարության հարցը որոշելու համար։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում հայտնեց արդարադատության նախարարը։ Այնպես է ստացվել, որ հետո մենք ունեցանք պատերազմը, կովիդը, հետպատերազմյան հետ-կովիդյան ժամանակահատվածը եւ այս ընթացքում էլ այդ աշխատանքները շարունակվել են, բայց փոքրինչ դանդաղած տեմպերով։ Հիմա ես եկել եմ որպես նոր նախարար, ստանձնել եմ իմ պարտականությունները եւ ուսումնասիրել եմ, թե ինչ կա արված եւ ինչ կա չարված նախարարությունում։ Տեսել եմ, որ առնվազն չկատարվածներից նոր սահմանադրության նախագիծն է եւ հանձն եմ առել նաև առաջնորդել այդ նախագծի մշակման աշխատանքները։ Սրփուհի Գալյանն արձագանքեց նաև ընդդիմության падգամավորի այն հարցադրմանը, թե արդյոք համաձայն է, որ Հայաստանի սահմանադրությունը խանգարում է տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Գալյանը կոչ արեց ընդդիմությանը ևս միանալ սահմանադրական խորհրդի քննարկումներին։ Փորձենք միասին կատարել այս ծանր աշխատանքը եւ ունենալ ավելի լավ որակի սահմանադրություն, որը ոչ մի բանը չի վտանգի, այսինքն որը միտված կլինի մեր պետության եւ մեր շահերը պաշտպանելուն եւ որևէ բան չի վտանգի, այդ թվում խաղաղությունը չի վտանգի, որի մասին բարձրաձայնվում է եւ չգիտեմ ինչու է մանիպուլացվում անդադար, երևի իմ խոսքերն են մանիպուլացվել, բայց իմ ասելիքը հետեւյալի մասին է, որ մենք բոլորս, այո, մեր գործելակերպը պետք է կառուցենք ցանկացած դեպքում այնպես, որ որևէ բան մեր անվտանգային միջավայր եւ խաղաղություն չվտանգի։ Եթե ասենց արտահայտություն է արվում, սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ այսի արդեն ձեզ չի վերաբերում, բայց քաղաքական թիվ 1 պատասխանատուներ, որոնք ասում են, ժողովուրդը չի ընտրել այս սահմանադրությունը։ Ասեք, եթե այդպես է, ուրեմն դուք այդ սահմանադրությամբ նախատեսված կառավարությունը չեք, ո՞վ եք։ Ուզող պատեր։ Երբ վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաեւ սահմանադրության միջև այդ ճեղքի մասին, եւ ասվածը հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Մինասյանը շարունակեց, ինչու դուրս մնաց նախկինում մշակված սահմանադրության հայեցակարգը։ Մտահոգությունը ել ավելի է խորանում այս պայմաններում, երբ որ թշնամական երկիրը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ դա համեմվում է Հայաստանում իրավասու պաշտոնատար անձանց կողմից սահմանադրության փոփոխություն գնալու վճռականությամբ։ Ես որ ասացի, ինձ թվում է, որ խաղաղությունն այլ ընտրանք չունի եւ մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն դրա հաստատման եւ այդտեղ կա կոնսենսուս, դուք չարձագանքեցիք, ես համարում եմ, որ այդտեղ կա, եթե չկա, առնվազն պետք է լինի կոնսենսուս, որովհետեւ անսակարկելի է խաղաղությունը։ Կոնցեպտը չի դրվել մի կողմ, կոնցեպտը հայեցակարգը մեկ բան է, նախագիծը սահմանադրության մեկ այլ բան է։ Պատգամավորները նախարարին հարցեր ուղղեցին նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների վերաբերյալ։ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումներով պետությանը հասցված վնասը կազմել է 7 միլիարդ դրամ, սակայն վերադարձվել է ընդամենը 1,3 միլիարդը։ Ինչու՞։ Քանի որ դրանք սկսվել են տարբեր ժամանակահատվածներում, օրինակ առաջին տարվա ընթացքում հարուցվել է 200 վարույթ, հետո, չգիտեմ, 100, մյուս տարվա ընթացքում 70 եւ այդպես շարունակ, չի կարող այնպես լինել, որ բոլոր հայցերը միաժամանակ դատարան մուտք արվեն, եւ դա է պատճառը, որ տարիների ընթացքում պրոգրեսը տեսանելի է, այսինքն այդ հայցերի թիվը տարեցտարի աճում է եւ ուսումնասիրությունների թիվը կրճատվում է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ընդդիմության օրինագիծը։ Հայաստան խմբակցությունն առաջարկում է պետական կենսաթոշակների մասին օրենքում ամրագրել դրույթ, ըստ որի սկսած 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով։ Սա ի դեպ ներառված է կառավարության 2021-26 թվականների ծրագրում։ Սա հավելյալ հնարավորություն է նաեւ ձեզ, որպեսզի ժողովուրդն ասեք, որ դուք չեք խաբել։ Չեք հանուն քվեի, հանուն իշխանության չեք ասել մի բան, որը իրատեսական չի։ Հիմա
գնդակը ձեր դաշտում։ Ստացվում է, որ եթե դուք մեր ուզած ուղղությամբ չեք ծախսում այդ գումարները, ուրեմն դուք խափում եք եւ այդ տնտեսական աճը չկա, ըստ ձեր մեկնաբանության 2018 թվականից մինչ օրս 225%-ով մենք բարձրացրել ենք կենսաթոշակը եւ եթե նվազագույն կենսաթոշակը 18 թվականին կազմում էր 16000 դրամ, այժմ կազմում է 36000 դրամ, պլյուս մենք ներդրել ենք քեշբեքի ծառայություն։ Տվյալ դեպքում քննարկվող հանձնարարության հիմքում պետության սոցիալ-տնտեսական իրավիճակն է եւ նպատակահարմար չէ օրենքով սահմանել։ Այն օրենքով սահմանել նպատակահարմար չէ նաեւ այն պատճառով, որ հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնարարություններն իրականացվում են ըստ պլանավորածի։ Ընդդիմության նախագիծը չընդունվեց։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։